Հայության ուղված մեր ահազանգ փաստաթղթով, որը լույս տեսավ հայերեն, անգլերեն ու ֆրանսերեն լեզուներով և որին իրենց հիստորագրությամբ զորակցություն հայտնեցին 18 ազգերի շուրջ 120 քրոներ, մտավորականներ, արվեստագետներ և այլ բնակավարների ներկայացուցիչներ, կանխազգուշացրել էին Հայաստանի Հանրապետությունում ընթացող վտանգավոր զարգացումների մասին, որոնք մեր գնահատմամբ կարող էին հանգեցնել ազգային աղետի, և որը մարտի 1-ից սկսած ներկա զարգացումների լույսի տակ կարևորագույն նշանակություն է ստանում։ Հակառակ նման աննախադեպ իրադարձության ու դրան դիմակրավող մտավորական փուլն հագաստեցությանը Հայաստանի Հանրապետության մամուլն ու ԶԼՄ-ները բացի մեկ բացառությունից լրեցին։ Լրեց նաև սփյուռքահայ մամուլը, հայ անկախ քրողին ու մտավորականին, հաշիվ հասած հալածանքն ու ՀՀ-ում ազատ խոսքի ու ժողովրդավարական առողջ մթնոլորտի ձևավորման խնդիրը համարելով երկրորդական։ Նման մեղմ ասած դքետ մոտեցումը ունեցավ մեր կողմից կանխատեսված արդյունքը, որը իր լրումին հասավ մարտի 1-ի դեպքերով։ Հայրենագիցներ, առաջնադար է մտավորականների և նամանավան քրոների ու հրապարակախոսների թերն ու նշանակությունը ցանկացած ազգի բնականոն զարգացման գործընթացում։ Նրանք իրենց գործունեության բերումով արտացոլելով ժողովրդի հոգևոր ու բարոյական իրավիճակը բացահայտում են ազգի իսկական կարիքներն ու իղձերը։ Հանրույթի այս հատվածի գործունեության շնորհիվ է կազմավորում այն այսպես կոչված ազգային նպատակը, առանց որի անհնարին է ազգի բնականոն զարգացումը։ Եվ պատահական չէ, որ բոլոր բռնատիրություններում, որտեղ նպատակադրվում է խոչընդոտել հանրույթի բնականոն զարգացումը, առաջին հերթին ոչնչացվում է նրա մտավորականությունը, մտավորականություն ասելով նկատի չունեմ բռնապետների համբարձներում։ Փաստորեն գլխատվում է տվյալ ազգը, որպեսզի վերածվի նրա ազգային զարգացման նպատակը։ Այստեղ ես ձեռքջելուի եմ մոտ մի էջ իմ այսօրվա ելույթից, որտեղ նկարագրվում է այն բոլոր հալածանքները, որ կիրառվել են մեր թեմ, նրանք ովքեր ցանկանում են կարող են գնալ www.get.info այդ հասցեով կարդալ ամբողջը։ Ես այդ բոլորը կարդալով որևէ նորություն ասած չպիտի լինեի ձեզ համար, բայց որ այդ բոլորը ամեն օր լսում եք նորություն չկա այնտեղ։ Հայրենագիցներ, բոլոր նրանք ՀՀ-ում թե սփյուռքում, որոնք 1937 թիվս հիշեցնում նման հալածանքների դիմաց իրենց լրությամբ ու ներծածությամբ, փորձում են հայ այլախոհ քրողին ու մտավորականին զրկել քաղաքական բոլոր հնարավոր հենարաններից։ Միմիայն ծառայում են քաղաքական ուզածման մի գործընթացի, որի արդյունքը կարող է լինել հոգևոր փդախտն ու ազգի ինքնակայքայումը։ Հայ վետարանտի քրոների և մտավորականների միությունը, բոլոր այն կազմակերպություններին, մամլո և հեռուստատեսության միջոցներին, ովքեր լրեցին հայ քրողի վրա ձեռք բարձրացնող վարչախմբի քայլերի թեմ, մեր սակից է համարում 2006 թվականի նոյեմբերից այսօր ՀՀ-ում տեղի ունեցած բոլոր քաղաքական հետապնդումներին, մարտի 1-ի արյունալի դեպքերին, ՀՀ-ում բռնատիրական իշխանության հաստատման ու ամրապնդման մեջ և համայն հայ ժողովրդին գոչ է անում համապատասխան գնահատական տալ նրանց ղեկավարների կամ խմբակիրների գործունեությանը։ Զարմանալի չէ, որ այս նույն կազմակերպությունների մամլո ու հեռուստատեսության ծրագրերի ղեկավարներից շատերն այսօր դարձել են հնզավտած խունթայի մունելիկները։ Այս պահին կենտրոնանալու համար մեր առջև դրված խնդիրները